Բարև ձեզ։ Հորիզոնի թողարկման այս հատվածում կամփոփենք շաբաթվա ընթացքում աշխարհում տեղի ունեցած միջազգային կարևոր իրադարձությունները։ Այս շաբաթ Իրանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները դարձյալ հանդիպելու են Օմանում, չնայած որ երկրորդ հանդիպման վայր էր նշվել Հռոմը, ինչով ավարտվեց Օմանի նախորդ հանդիպումը։ Իրանի եւ Ամերիկայի բանագնացներն առաջին անգամ հանդիպեցին ապրիլի 12-ին միջուկային ճգնաժամը կարգավորելու համար։ Բանակցությունները տեղի ունեցան Վաշինգտոնի կողմից սպառնալիքների ֆոնին։ Նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում ռազմական ուժ կիրառել։ Իսրայելն դրանում առանցքային դեր է ունենալու։ Իրանն այս սպառնալիքներին հանդուկն պատասխան տվեց, ընդգծելով, որ Օմանում կայանալիք հանդիպումը մեծ կարևորություն է ունենալու ոչ միայն երկու երկրների, այլև ողջ տարածաշրջանի համար։ Բանակցությունների օրակարգը ներառում էր ոչ միայն Իրանի միջուկային ծրագիրը, այլև Ամերիկայի Միացյալ Նահանգներում պահվող իրանցի բանտարկյալների ազատ արձակման, պատժամիջոցների մեղմացման, ինչպես նաև տարածաշրջանային լարվածության նվազեցման հնարավորությունները։ Իրանն ու Միացյալ Նահանգները կառուցողական համարեցին միջուկային ծրագրի եւ տարածաշրջանային լարվածության թուլացման շուրջ քննարկումները։ Չնայած շփումների մեծ մասն անուղղակի էր, բայց բանակցությունների ավարտին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը Օմանի արտգործնախարարի ներկայությամբ կարճ ուղիղ զրույց ունեցան։ Երկու երկրների միջև բարձր մակարդակի դիվանագիտական առաջին շփումն էր Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո։ Վերլուծաբանները կարծում են, որ այն կարող է կարևոր քայլ դառնալ Իրանի ու ԱՄՆ միջև երկար տարիների լարվածության թուլացման ուղղությամբ։ Արաղչին ընդգծել է, որ իրենք պատրաստ են համաձայնության, սակայն այն պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի եւ հավասարակշռված պարտավորությունների վրա։ Չնայած Միացյալ Նահանգներն ու Իրանը արդյունավետ համարեցին բանակցությունները, բայց պարզվում է Թրամփը լուրջ է տրամադրված Իրանի դեմ ուժ կիրառելու հարցում, եթե այդ բանակցությունները արդյունքի չբերեն։ Այդ մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարեց Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը։ Նա խիստ լուրջ է տրամադրված այն հարցում, որ Իրանը միջուկային զենք չունենա, նա նաև լրջորեն վերաբերվում է այն հարցին, որ եթե մենք չկարողանանք այդ հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ, ապա կդիտարկվեն այլ տարբերակներ, այդ թվում ներգրավելով իմ գերատեսչությունը, որպեսզի համոզված լինենք, որ Իրանը երբեք միջուկային ռումբ չի ունենա։ Միացյալ Նահանգների հետ բանակցություններում Իրանը ոչ չափից ավելի լավատես է, ոչ էլ հոռետես։ Այսպես էլ արտահայտվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Նա չի թաքցրել, որ ԱՄՆ-ի դիրքորոշման առումով ինքը խիստ հոռետես է, սակայն վստահ է իրանցի բանակցողների կարողությունների հարցում։ Սկզբնական փուլում բանակցությունների մեջ մտնելու որոշումը լավ արդյունք է տվել, բայց դրանից հետո էլ հնարավոր է շատ ուշադիր լինել, թե Իրանի, թե հակառակ կողմի կարմիր գծերը շատ հստակ են, եզրափակել է հոգևոր առաջնորդը։ Բանակցությունների առաջին փուլից հետո ուշագրավ տեղեկություն հրապարակեց բրիտանական Գարդիանը։ Ըստ պարբերականի Վաշինգտոնն առաջարկել է Թեհրանին ունեցած հարստացված ուրանի ողջ պաշարը հանձնել որևէ երրորդ երկրի։ Ավելին, ամերիկյան պատվիրակությունը չի բացառել, որ այդ երկիրը կարող է լինել Ռուսաստանը։ Թերթի տեղեկություններով իրանական կողմը ամերիկացիների այս առաջարկը մերժել է։ Թե որքանով է ճիշտ այս տեղեկությունը դժվար է ասել, բայց Կրեմլը հրաժարվել է մեկնաբանել այն։ Այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը կընդունի իրանական ուրանի պաշարները եւ արդյոք Թեհրանն ու Մոսկվան քննարկել են այն, Դմիտրի Պեսկովն այս կերպ է պատասխանել. Ես այդ հարցը կթողնեմ առանց մեկնաբանության։ Ռուսաստանն ինքն արտահայտվել է, որ Թեհրանը խաղաղ միջուկային էներգիայի իրավունք ունի եւ որ նրա դեմ ռազմական ուժի ցանկացած կիրառում կլինի անօրինական եւ անընդունելի։ Անկախ ամեն ինչից Իրանում ուրանի հարստացումը ընդհանուր առմամբ ընդունված փաստ է։ Նման հայտարարություն էլ արեց Աբբաս Արաղչին, չնայած նրան, որ արևմտյան երկրները մտահոգություն են արտահայտել դրա հարստացման մակարդակի վերաբերյալ։ Աբբաս Արաղչին շատ կտրուկ է արտահայտվել, ուրանի հարստացման հարցը քննարկման ենթակա չէ Միացյալ Նահանգների հետ բանակցություններում, բայց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձյալ հայտարարել է, որ Իրանը պետք է ձերբազատվի միջուկային զենքի հայեցակարգից։ Հստակ է նաև նրա ուղերձը՝ Իրանը միջուկային զենք չի կարող ունենալ։ Եթե պետք է իսկապես կոշտ միջոցներ ձեռնարկել, մենք դա կանենք, մինչև անգամ կարող ենք ոչնչացնել Թեհրանի միջուկային օբյեկտները։ Իրանը հզոր երկիր է, չեմ կարծում, որ նրանք մեզ հետ խնդիրներ ունեն, եւ ես նույնպես չեմ ուզում, որ մենք նրանց հետ խնդիրներ ունենանք։ Ես խաղաղություն եմ ուզում։ Մեկ ազգ, մեկ բանակ, այսպես բնորոշեց Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը, թուրք-ադրբեջանական միասնական ուժեր ստեղծելու գաղափարը։
Հուլուսի Աքարն այժմ խորհրդանի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահն է եւ այս շաբաթ Ադրբեջան այցի ժամանակ է ասել, թե այդ աշխատանքները շարունակվում են։ Նրա մոտեցումը հետեւյալն է. երկու երկրները պետք է շարունակեն պաշտպանության ոլորտում միասին գործել։ Այդ աշխատանքի հաջողության գրավականներից մեկը համատեղ զորավարժությունների անցկացումն է։ Ուշագրավ է, որ այդ հայտարարությունն արվում են այն ժամանակ, երբ Հայաստանն ու Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Ադրբեջանում շարունակաբար ավելանում են պաշտպանական ծախսերը։ 2026-ին օրինակ նախատեսում են ավելի քան 8 միլիարդ մանատ հատկացնել։ Սա այն դեպքում, երբ Բաքուն առիթը չի կորցնում քննադատել Հայաստանի այսպես ասած ռազմականացումը եւ Ֆրանսիայի զինտեխնիկայի ստացումը։ Ուկրաինայի հարցում լուծումներ փնտրելու համատեքստում այս շաբաթ Ֆրանսիա մեկնեցին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ստիվ Ուիթքոֆը եվրոպացի գործընկերների հետ քննարկելու Ուկրաինայի հարցը։ Եվ ճիշտ այդ քննարկումների ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց ունեցավ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Վերջինս հաստատեց Մոսկվայի պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը ԱՄՆ-ի հետ ուկրաինական ճգնաժամը վերացնելու նպատակով։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարեց, որ ԱՄՆ կհրաժարվի ռուս-ուկրաինական խաղաղ համաձայնագրի կնքման ջանքերից, եթե մոտ օրերս այդ հարցով առաջընթաց չգրանցվի։ Չնայած բանակցություններին բուն ճակատում լարվածությունն ավելի աճեց։ Նախ ռուսական զորքերը հրթիռային հարված հասցրին Սումի քաղաքի կենտրոնին, եղան զոհեր ու վիրավորներ, այդ թվում երեխաների շրջանում։ Շատ չանցած դրան հետևեց ուկրաինական անօդաչուների հարձակումը Կուրսկի նկատմամբ։ Ավելի վաղ մեծ աղմուկ էր հանել ուկրաինական մեկ այլ բնակավայրի Կրիվոյ Ռոգի վրա հարձակումը, որը դարձյալ հանգեցրել էր զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում։ Դեռ այդ հարձակումից առաջ CBS News-ի 60 րոպե հաղորդաշարին տված հարցազրույցում Զելենսկին հորդորել է Թրամփին այցելել Ուկրաինա նախքան Պուտինի հետ պատերազմին վերջ տալու պայմանագիր կնքելը, հասկանալու համար, թե ինչ է արել Պուտինը։ Մենք հարգում ենք ձեր դիրքորոշումը, բայց խնդրում ենք նախքան որևէ որոշում կայացնելը կամ բանակցությունների պլաններ կազմելը, եկեք եւ նայեք մարդկանց, քաղաքացիական անձանց, զինվորականներին, հիվանդանոցներին, եկեղեցիներին, զոհված կամ վիրավորված երեխաներին։ Եկեք տեսեք եւ այդ ժամանակ պլաններ կկազմեք պատերազմը դադարեցնելու համար։ Դուք կհասկանաք, թե ում հետ գործ ունեք։ Սումին հասցված հարվածը դատապարտեցին Եվրամիությունը, Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ աշխարհի շատ այլ երկրներ։ Եվրամիությունը նաև ընդգծեց, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը ճանապարհին է, այն կարող է ընդունվել մայիսին։ Եվրոպացիներն արդեն պարտավորվել են Կիևին տրամադրել 23 միլիարդ եվրո ռազմական օգնություն, ավելի շատ, քան 2024 թվականին։ Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ համաձայնության ձգտող Թրամփը հարձակումը սարսափելի անվանեց, բայց մեղադրեց նաև Վլադիմիր Զելենսկուն Ռուսաստանի հետ պատերազմ սկսելու եւ ոչ ավելի ոչ պակաս միլիոնավոր զոհերի մեղքը Պուտինի հետ կիսելու մեջ։ Դուք պատերազմ եք սկսում ձեր չափից 20 անգամ մեծ մեկի դեմ եւ հետո հույս ունեք, որ մարդիկ ձեզ հրթիռներ կտան։ Միլիոնավոր մարդիկ են զոհվել 3 մարդու պատճառով։ Եկեք ասենք Պուտինը թիվ 1, Բայդենը, ով գաղափար անգամ չուներ, թե ինչ դժոխք է անում, թիվ 2 եւ Զելենսկին։ Փարիզի հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ստիվ Ուիթքոֆը հանդիպում էր ունեցել Ռուսաստանում։ Ամփոփելով այն ասել է, թե Միացյալ Նահանգներն առաջ է շարժվում Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով գործարկի շուրջ բանակցություններում։ Ուիթքոֆը նշել է, որ Սանկտ Պետերբուրգի բանակցություններն իրեն համոզել են, որ Պուտինը մշտական խաղաղություն է ցանկանում։ Նա հավելել է, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև առևտրային գործարքները նույնպես բանակցությունների մաս են կազմել։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն ինքն էր ամփոփել այդ հանդիպումը։ Կոմերսանտ թերթին տված հարցազրույցում նշել է նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական հատուկ գործողության ամենաթեժ պահին ասել է. իրենք սովորել են իրենց դասերը եւ երբեք չեն անի այնպես, ինչպես եղել է մինչեւ 2022 թվականի փետրվարը։ Միաժամանակ ռուս դիվանագետն ընդգծել է, որ Վաշինգտոնի հետ հարաբերությունների վերականգնումից հետո Մոսկվան չպետք է թույլ տա տնտեսական, տեխնիկական, ռազմական եւ այլ ոլորտներում կախվածության կրկնություն։ Նախարարի խոսքով հիմնական բաղադրիչների շուրջ համաձայնության գալը դժվար է։ Ռուսաստանը հասկանում է Միացյալ Նահանգների հետ փոխշահավետ գործարքի եւ նոր ծուղակի տարբերությունը։ Եվ հիմա երբ մեզ առաջարկում են, ինչպես Դոնալդ Թրամփն է ասում, գործարքներ, մենք դա լավ իմաստով ենք ընկալում։ Մենք հիանալի հասկանում ենք, թե ինչ տեսք ունի փոխշահավետ գործարքը, որը մենք երբեք չենք մերժել, եւ ինչ տեսք ունի այն գործարքը, որը կարող է մեզ մեկ այլ ծուղակի մեջ գցել։
Մինչ Ուկրաինայի շուրջ քննարկումները շարունակվում են, Ուկրաինան եւ ԱՄՆ ընդերքի մասին համաձայնագիր կնքելու մտադրությունը հաստատող հուշագիր են ստորագրում։ Facebook-յան իր էջում գրել է Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն։ Հուշագիրը ստորագրվել է առցանց ձևաչափով, ամերիկյան կողմից այն ստորագրել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ Միայն Ուկրաինայի հարցը չէ, որ առանցքային է Եվրամիությունում, նոր քննարկման առարկա է դարձել վիզաների տրամադրման կարգը վերանայելու հարցը։ Այս տարի Եվրամիությունը կարող է փոխել վիզաների տրամադրման քաղաքականությունն ու հեշտացնել այն մեխանիզմը, որով առանց վիզաների ռեժիմ ունեցող երկրները կարող են զրկվել այդ արտոնությունից։ Այդ մասին հայտնել էր Ազատությունը։ Եվրամիության հետ վիզաների ազատականացման ռեժիմ ունի 61 երկիր, այդ թվում Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան։ Կարգը փոխելու առաջարկը Եվրահանձնաժողովը շրջանառության մեջ է դրել դեռևս 2023 թվականին եւ Եվրամիության խորհուրդը մեկ տարի առաջ հայտնել է իր դիրքորոշումն այս հարցում։ Սակայն 2024 թվականի հունիսին տեղի ունեցած Եվրախորհրդարանի ընտրությունների եւ օրինագծերի զգալի կուտակման պատճառով Եվրախորհրդարանը միայն վերջերս է ստացել բանակցություններին մասնակցելու մանդատ։ Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա նոր օրենսդրությունը պետք է ուժի մեջ մտնի այս տարվա աշնանը։ Դոնալդ Թրամփը նոր հարված է պատրաստում Ամերիկային եւ համաշխարհային առևտրին, այս անգամ ծովից։ Այսպես է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի գործողությունները բնորոշել BBC-ն։ Բանն այն է, որ նա պատրաստում է հարկեր նախատեսել Ամերիկայի Միացյալ Նահանգների նավահանգիստների մուտք գործող առևտրային նավերի համար, պատճառաբանելով, որ դա արվում է հանուն ամերիկյան նավաշինության վերածննդի։ Նավատերերն ու փոխադրողները ճգնաժամով էին սպառնացել։ Հետևաբար Սպիտակ տունը որոշեց մեղմել նախնական առաջարկները։ Նոր կանոնները հայտնի կդառնան զատկի տոներից առաջ։ Մինչ այդ Միացյալ Նահանգները չեղարկեց նույնիսկ Չինաստանից սմարթֆոնների ու համակարգիչների ներկրման համար նախատեսված մաքսատուրքերը։ Ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունները մտավախություն ունեին, որ այդ հարկերը կարող են հանգեցնել թվային սարքերի գների կտրուկ աճի, որոնց մեծ մասը արտադրված է Չինաստանում։ Մասնագետների խոսքով բարձր մաքսատուրքերից ազատելու որոշումը միայն ժամանակավոր միջոց է։ Այս ապրանքների համար կգործեն առանձին սակագներ։ Այս շաբաթ ABC News-ի եթերում հայտարարեց ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը։ Ազգային անվտանգության համար կարևոր որոշ ապրանքների մաքսատուրքերը կսահմանվեն առաջիկա ամիսներին։ Իսկ միջոցները սակարկելի չեն, եզրափակել է առևտրի նախարարը։ Անորոշությունը գրեթե ամենուր է, կասկած չկա, որ իրականություն չի դառնա մինչև զատիկ Ուկրաինայում զինադադար հաստատելու Թրամփի խոստումը։ Իսկ ինչ վերաբերում է բուն զատկի տոնին, ապա այս անգամ այդ արարողությունները բաց կթողնի Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը առողջական վիճակի պատճառով չի կարողանա Վատիկանում կատարել Սուրբ Զատկի տոնի հիմնական արարողությունները, նրան կփոխարինեն կարդինալները։ Այս մասին հայտնում է Վատիկան Նյուսը։ Եթե Սուրբ Զատիկը չէ, ապա Վատիկանում հույս ունեն, որ գոնե այս ամսվա վերջին սպասվելիք սրբադասման արարողությունը կայանա Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հանդիսապետությամբ։ Ապրիլի 27-ին Սուրբ Պետրոսի հրապարակում կսրբադասեն 15-ամյա մի պատանու, նրան բարձրացնելով Մայր Թերեզայի եւ Ֆրանցիսկոս Ասսիզեսցու մակարդակին։ Բրիտանական ծագումով իտալացի տղան Կարլո Ակուտիսը հայտնի է եղել նրանով, որ իր հավատն է տարածել կայքեր ստեղծելով։ Նա մահացել է 2006-ին 15 տարեկանում Այրան քաղցկեղից։ Սովորելով համակարգչային կոդավորման մի քանի լեզուներ ստեղծել է կայքեր եկեղեցու համար, բարեգործություններ կատարել 9 տարեկանից, իսկ երբ առավել տարածվեց եկեղեցուն իր նվիրվածության մասին համբավը, նրա մարմինը տեղափոխվեց Իտալիայի Ասիսի քաղաքի բարձունք։ Մոմով զմրծված նրա մարմինը ամփոփող ապակեպատ դամբարանը այժմ ուխտատեղի է դարձել։ Մինչ հոգևորականները փաստագրում են իտալացի տղայի հրաշքի ապացույցները, գիտնականներն արդեն գտել են երկրից հեռու մոլորակում կյանքի ամենաեական ապացույցները։ Այդ մասին հայտնել է Քեմբրիջի թիմը, որն ուսումնասիրում է K2-18b անունը ստացած մոլորակի մթնոլորտը։ Այն մեզանից հեռու է 700 միլիոն մղոն։ Պարզվում է, գիտնականները հայտնաբերել են մոլեկուլների այնպիսի նշաններ, որոնք երկրի վրա արտադրում են միայն պարզ օրգանիզմները։ Իսկ սրանք այն քիմիկատներն են, որոնք կապված են կյանքի գոյության հետ։ Թե որքանով է այս հայտնագործությունը հաստատում կյանքի գոյությունը այլ մոլորակում, դեռ դժվար է ասել։ Աստղագետների կարծիքով շատ տվյալներ են պետք։
Մինչ գիտնականները կպարզեն, թե արդյոք կյանք կա տիեզերքի մեկ այլ անկյունում, մեր վերջին լուրն այն մասին է, թե ինչպես կանացիությունը գրավեց տիեզերքը։ Ամնում ու աշխարհում հայտնի կանանց մի խումբ այս շաբաթ տիեզերական շրջագայություն արեց։ 6 կանանց թվում էին Ամազոնի հիմնադիր Ջեֆ Բեզոսի հարսնացուն Լորեն Սանչեսն ու հայտնի երգչուհի Քեյթի Փերին։ Նրանց տեղափոխող տիեզերանավը երկրի ուղեծիր դուրս եկավ ապրիլի 14-ին, ճանապարհ ընկնելով Տեխաս նահանգից։ Տիեզերքում նրանք մնացին 11 րոպե, ավելի քան 100 կիլոմետր բարձրության վրա հատելով ուղեծիրը։ Առաջին անգամ տիեզերքում լինելու ոգևորությունն այնքան մեծ էր, որ վայրեջքից հետո Քեյթի Փերին անգամ հողն համբուրեց։ Սա փաստորեն առաջին էր 1963 թվականից հետո, երբ ԽՍՀՄ-ից տիեզերք թռավ առաջին կին տիեզերագնացը Վալենտինա Տերեշկովան։ Իսկ սա այն դեպքում, երբ տարաձայնություններով են ուղեկցվում տիեզերական զբոսաշրջության մասին քննարկումները։ Այսքանն էինք առանձնացրել ձեզ համար միջազգային լրահոսից այս շաբաթ։ Կհանդիպենք մեկ շաբաթից ցտեսություն։